Վարչապետ Նեթանյահուն ասում է, Թեհրանը հրթիռ է արձակել իր ննջասենյակի պատուհանի ուղղությամբ, ինքը հազիվ է փրկվել։ Reuters-ն էլ հողում անելով երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի գրում է, թե Թրամփը կանխել է Խամենեիի սպանության իսրայելական մտադրությունը։ Այսպիսով սրվում է Մերձավոր Արևելքի այս հակամարտությունը, 4-րդ օրն է Թեհրանն ու Թել Ավիվը ալեկոծվում են։ Նախորդին Իսրայելը հարվածել է Իրանի արտգործնախարարության նվիրավորներ կան, հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանում գտնվող Քուդս ուժերի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։ Այս ուժերը Իրանի Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանումն են, որոնք հետախուզական եւ ռազմական գործողություններ են իրականացնում արտասահմանյան երկրներում։ Լուսաբացին արդեն հերթը Թեհրանինն էր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը կրակի տակ են պահել Թել Ավիվը, օգտագործել են հիպերձայնային հրթիռներ։ Կրակահերթին զուգահեռ չի լռում նաև դիվանագիտությունը, վնասների ու խոցման մասին լուրերը թարմանում են ժամ առ ժամ, նաև կոշտ հայտարարություններ են հնչում։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը սուր հայտարարություններով դիմել է ոչ թե պաշտոնյաներին, այլ խաղաղ բնակչությանը, վախեցրել, թե Թեհրանի բնակիչները շատ շուտով ծանր գին կվճարեն։ Թեհրանի ամբարտավան բռնապետը վերածվել է վախկոտ մի մարդասպանի, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, փորձելով կանխել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իր ռազմական կարողությունների կործանումը։ Մենք ագրեսորներ չենք եւ երբեք չենք եղել, Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանն է գրում, պատասխանելով այս հռետորաբանությանը, թե Իրանի ժողովուրդն ու կառավարությունը միասնաբար դիմակայում են դաժան հանցագործին։ Եվ քանի որ մեր ժողովուրդը շարունակում է այս պայքարը, կառավարությունն իր բոլոր կարողությունները օգտագործելով եւս փորձում է կանխել մարդկանց բնականոն կյանքի ցանկացած խաթարում։ Իրանի խորհրդարանում մի նախագիծ է մշակվում, որը հնարավորություն կտա Թեհրանին դուրս գալ միջուկային սպառազինության չտարածման մասին համաձայնագրից։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է հիշեցրել պարտականությունների մասին, հավելել, թե այս պատերազմը մարդկության դեմ է ուղղված ոչ միայն Իրանի։ Այս ձևակերպման հետ համաձայն չեն եվրոպական կողմում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Նա վերստին պնդել է Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, Իրանն էլ տարածաշրջանային անկայունության հիմնական աղբյուրն է։ Իսկ ուր են հասել Թրամփի հաշվարկները։ Նա կարճ է ձևակերպում, մենք շուտով խաղաղություն կունենանք։ Աշխարհը սպասում է շուտով, երբ 4-րդ օրն է թնդում է Մերձավոր Արևելքի երկինքը։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։